Ալիքյանը։ Ես բոլորին ցույց կտամ իր դեմքը։ Քո աղջիկը մարդ չի։ Ես ամբողջ ճշմարտությունը կպատմեմ։ Ինչ է կատարվում այստեղ, մամ? Լավ չես զգում քեզ։ Բա քո պես աղջիկ ունի, ո՞նց լավ լինի։ Այնպես կտրի չես տեսնում, այրս վատ ես զգում իրեն։ Դու բոլորի կյանքը փչացնելով ման ես գալի, լսում ես։ Ատում եմ քեզ։ Զայնդ կտրիր։ Չա կատարվում ստեղ, ինչ գործ ունես տեղել են։ Եկել եմ սրա դիմակը պատրել։ Հասկանում ես Ռեբեկա, ինքը իմ հետ ընկերություն է անում, բայց հենց Միշոյին ինչ-որ բան եմ ասում, նենց է Միշոյին պաշտպանում, ոնց որ ես իր աչքի գրողը լինեմ։ Պատկերացնում եմ, մագ։ Չէ, Ռեբեկա, այդ պատկերացնելու չի։ Ինքը Միշոյին նենց է պաշտպանում, որ ներվերից ազդում է։ Դե որովհետև ազդելու է, քո փոխարեն ով է լիներ կնեղվեր։ Ես արդեն չգիտեմ ինչ անեմ, Ռեբեկա, ինձ մի խորհուրդ տու։ Յո, չեմ հավատում, որ դու իմ խորհրդի կարիքն ունես։ Այդ ինչի, եթե քեզ զանգել կանչել եմ սրճարան, ուրեմն քո խորհրդի կարիքն ունեմ։ Դե որովհետև քանի օր իմ մասին չէիր էլ հիշում։ Նույնիսկ դասարանում 5 րոպե ժամանակ չէիր տրամադրում։ Իսկ այսօր նեղն ես ընկել, կանչել ես սրճարան ու խորհուրդ ես հարցնում։ Այսինքն, ինչ սկսել ես Դավիթի հետ ընկերություն անել, իմ մասին լրիվ մոռացել ես։ Այսօր հետը կռվել ես ու որոշել ես, որ ես քեզ պետք եմ։ Չես ամաչում, Ռեբեկա, ինչեր ես խոսում։ Չէ, ինչից պետք է ամաչեմ, որ ճիշտ բաներ եմ ասում, մագա։ Չէ, Ռեբեկա, դու ճիշտ բաներ չես խոսում, դու ենթադրություններ ես անում։ Չէ, մագա ջան, ես շատ լավ էլ հասկանում եմ։ Այսօր Դավոյի հետ վիճել եք, դու հիշել ես իմ մասին, բայց որ վաղ էլի հաշտվեք, ես էլի կմոռացվեմ։ Իզուր էլ զանգեցի, քեզ սրճարան հրավիրեցի։ Եթե իմանայի սենց բաներ ես խոսալու ու ինչ չես օգնելու, չէի զանգի հաստատ։ Լավ, հանգստացի, մագա։ Ուղղակի էլ տենց մի արա։ Եթե մենք մոտ ընկերուհիներ ենք, միշտ պետք է իրար համար ժամանակ գտնենք։ Այ օրինակ ես որ սկսեմ Տիկոյի հետ ընկերություն անել, այդ հաստատ չի ազդի իմ ու քո հարաբերությունների վրա։ Լավ։ Լսի, ուզում ես քեզ մի հատ լավ խորհուրդ տամ։ Հա։ Դե նենց արա թող Դավոն Միշոյի հետ կռվի, հիասթափվի իրանից, որ էլ իրար հետ վիճելու թեմաներ չունենաք։ Հա, բայց ո՞նց։ Դե ես իմ ասենք խափի ասա, որ Միշոն քո վրա աչք ունի, միշտ առիթ է ման գալիս, որ քո հետ խոսա, շփվի, բայց դու տոն չես տալիս։ Վայ Ռեբեկա, ինչ դեբիլ բաներ ես խոսում, ոնց որ հնդկական պատմես։ Բայց իզուր ես ծիծաղում, գիտես, մագա ջան իմ ասածների վրա։ Գնա տուն ու լավ մտածի։ Հա, ճիշտ է, այդ ապացուցել է այդքան էլ հեշտ բան չի լինի, բայց որ մոտդ ստացվի, կհաղթես ու ամեն ինչ քո ուզածով կլինի։ Ապրե շատ Ռեբեկա, տրամադրությունը շատ լավ բարձրացրեցիր։ Մամ ջան, ինչ եղավ քեզ։ Նորից եմ քեզ հարցնում, ինչ գործ ունես ստեղ։ Արդեն ասացի։ Եկել եմ ես կնոջը իր աղջկա մասին պատմեմ։ Թող իմանա աղջիկը ով է։ Սրբի դիմակով ման է գալիս։ Պիտի պատրեմ թե չէ։ Ինչ ես խոսում, դու գժվել ես լրիվ։ Գնա մեքենայի մոտ սպասի, հեսա կգամ։ Ես ոչ մի տեղը չեմ գնալու, ես դեռ լիքը ասելիք ունեմ։ Մամ։ Մամ ջան, սիրտդ լավ չի։ Սպասիր տեղերդ բերեմ։ Տիկինի դաջան, մա խորը շունչ քաշեք, արտաշնչեք, հիմա շտապ օգնություն կզանգեմ։ Չէ, շտապ օգնություն պետք չի, հիմա Անուշը տեղը կբերի։ Անուշ ճիշտ է, մամա չի ուզում, բայց ճիշտ կլինի շտապ օգնություն կանչենք։ Հիմա ամենաճիշտը կլինի այս տիկնոջը այստեղից ճանապարհելը։ Ու ինչքան հնարավոր է շուտ։ Մորս համար ինչ կարիք լինի, ես կանեմ։ Խեղճտի։ Ոնց սիրտը վատացավ։ Չնայած այս ամեն ինչը լսելուց հետո ով է լինել կվատանար, չէ։ Գիտեք հեշտ է սենց աղջիկ ունենալը։ Էլ այդ ձենդ կտրի ու հենց հիմա դուրս արի ստեղից, թե չէ։ Թե չէ ինչ։ Ինչ որ մեկը իր աղջկա մասին պետք է իրան պատմի, թե չէ։ Արի գնացի։ Թող, հա թող, ես դեռ իմ խոսքը չեմ ավարտել։ Գիտեք տղամարդագող աղջիկ ունենալը տենց հեշտ բան, հա։ Տիկին, լսեք ինձ։ Մի քիչ ձեզ լավ զգաք, խնդրում եմ ձեր աղջկան բացատրեք, որ չի կարելի ուրիշի դժբախտության վրա երջանկություն կառուցել։ Հերիքա գոր գրաս այստեղ։ Թող,
Իսկական աննորմալ է, չէ՞, ինչ աննորմալ, հոգեկան հիվանդ։ Մամ, ոնց եղար, մամ ջան։ Ոչինչ։ Արդեն լավ եմ։ Ալո, Էնում սիրում, քաղցր, մաղցր քուրնը, հա? քո Արմենն է միշ։ Մարի աղջիկ, զանգել եմ քեզ ասեմ, որ քո աղբեր Արմենը քեզ ահավոր կարոտել է։ Ես էլ քեզ եմ շատ կարոտում, Արմեն։ Հեչ չի երևում։ Եթե դու իմանայիր կարոտն ինչ է, Մարի, գոնե շաբաթվա մեջ մի երկու անգամ կզանգեիր ու մի անգամ էլ կգայր ինձ տեսության։ Գիտեմ, Արմեն, մեղավոր եմ, բայց իրոք չեմ հասցնում գամ։ Վաղը չէ, բայց մյուս օրը կգամ կխոսենք։ Հələ տես որ երկու օր էլ սպասասնել է տալիս։ Մարի աղջիկ, բա որ կարոտից գույնս գցեմ։ Դու քեզ կներես, հա? Ես համոզված եմ, որ դու կդիմանաս։ Լավ, Մար, դու են ասա, քո մոտ ամեն ինչ նորմալ, հա? Հա, Արմեն, ամեն ինչ լավ է։ Կգամ կխոսենք, հա։ Բա հիմա այդ ինչ լուրջ գործով ես զբաղված, որ երկու բառ չես կարող խոսաս հետս։ Հիմա Միշոյի հետ զբոսնում եմ։ Բայց այդ տենց բանկը մի անգամից ասա։ Դե հիմա վեր եք գնում, արա գալիս եք փապ։ Գալիս եք փապ, որ Արմեն աղբերը ձեր համար մի սառը կոկտեյլ պատրաստի, խմեք, կարոտս առնեմ, ձեզ էլ տուն ճանապարհեմ։ Չեմ խոստանում, բայց հեսա Միշոյին կասեմ։ Եթե հարմար լինի, կգանք։ Լավ, դե աշխատեք, ուրեմն գաք։ Լավ։ Միշ, կգաս մի կես ժամով գնանք փապ Արմենի մոտ։ Տենց շատ ես ուզում։ Դե որ հա արի գնանք։ Ինչ ասեն։ Չգիտեմ, խելքիդ ինչա փչե, որ եկել սենց էժանագին ներկայացում ես խաղացել, բայց վաղը լույսը որ բացվեց, դու Անուշից մեկ էլ տիկինի դայից ներողություն ես խնդրելու։ Լավ էլի Վան։ Ասենք եկել եմ այդ մարդուն իր աղջիկա ով լինելու մասին եմ ասում, փոխանակ շնորհակալություն հայտնեն, ես պիտի ներողություն խնդրեմ։ Դու ծիծաղալու բաներ մի ասա, հա, թե չէ ծիծաղից կմեռնեմ իրոք։ Դու պիտի ամոթից մեռնեիր, ոչ թե ծիծաղից։ Չնայած այդ ալկոհոլը ուղեղդ նեցա բթացրել, որ չես էլ հասկանում ինչ ես անում, բայց ոչինչ, թող մեն լույսը բացվի, ես քո հետ վաղը կխոսամ։ Ես դեռ իմ ասելիքը չեմ ավարտել, հա։ Ես ուզում եմ այս բողոցի բոլոր մարդիկ իմանան Անուշի մասին, ուզում եմ գոռամ։ Էլեն ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Թե իրանց շենքում, թե դպրոցում, թե ուրիշ տեղերում, որտեղ Անուշին ճանաչում են, իրան գիտեն որպես պարկեշտ ու առաքինի կին։ Ու քո նման 10 հոգի էլ լինեն, մարդիկ իրանց կարծիքը չեն փոխելու, լավ։ Նեցոր իզուր տեղը քեզ մի կոտորի։ Ես շարունակեմ, հա, իմ ասածը։ Ես պիտի դեռ մարդկանց հասցնեմ այս ամեն ինչը։ Ուշադրություն, ուշադրություն։ Բոլորդ իմացեք, որ այդ Անուշ Արեմշատյանը սրբի դեմքով եւ հրեշտակի հայացքով այդ կինը գողացել է ինձնից իմ տղամարդուն, իմ միակին, իմ սիրուն։ Ձենդ կտրի։ Պատկերացնում եք ժողովուրդ, գողացել է ու չի ուզում վերադարձնի։ Դրա համար ես նրան ատում եմ։ Ատում։ Դու լրիվ խելագար ես։ Անուշ իմացի, ես իմ Վանին ոչ մեկի չեմ տա, լսում ես, ինքը իմ մոտ է վերադառնալու։ Էլեն հանդարտվի ձենդ կտրի էլի։ Չեմ հանդարտվելու։ Գիտեմ, որ ամեն ինչ նորմալ չի վերջանում։ Լավ, հիմա ինչ ես ասում։ Ինչ մորթ ես դու կարո։ Հա չհասկանում, ինչ դեմքի արտահայտությունն է։ Այնքան որ ամբողջ օրը նորմալ էինք անցկացրել, սիրուն երեկո էինք ունեցել։ Պարտադիր էր գայինք ստեղ։ Հա լավ ես ասում, գայինք ստեղ ոնց որ եկել եմ բան, հորս օբյեկտ։ Քո հոր օբյեկտն է։ Համենգանք ես տղուն մի հատ Արմենի շնորհակալություն ասենք, այդ տղան իրան լավ զգա։ Արմենի
Ինչի՞ պիտի շնորհակալություն ասենք։ Այդ են սաղ կյանքը տան շնորհակալ ես եղել։ Սաղ կյանքը։ Դու մոռացել ես, որ այստեղ են նորմալ առևտուրեր անում, մեր համար հաց սարքել էր տալիս, որ ուտեինք սոված չմեռնեինք։ Կարո ջան, իսկ առանց ինձ չես կարողանում շնորհակալություն ասել։ Ինձ է, այսօր ամբողջ օրը քեզ դավես բարել։ Ես չեմ հասկանում, ինչ ես ուզում ամեն անգամ վերջում փչացնես։ Անենց անես, որ այս քո այն սողացող բարեկամներիդ հիշեն, ինչի։ Լավ, հավեսը չունեմ, գնա, հա։ Դու գնա։ Անցի առաջ։ Գնա։ Արի։ Այ քեզ հաճելի անակնկալ, բարի երեկո շեֆ ջան։ Բարև ձեզ Տիկին Լիզա ջան, շատ ուրախ եմ, որ ապակին դրեք։ Հա, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Կարո ջան, Տիկին Լիզա ջան, շատ ուրախ ենք, որ ապակին դրեք։ Ոնց հասկանում եմ, հիանալի երեկո ստացվեց, չէ՞։ Ինչ երեկո, տղա ջան, ժամին նայել ես։ Ուշ գիշեր է արդեն։ Ընդհանրապես չեմ հասկանում։ Պապա չի անհանգստանում, որ դու այս ժամին ստեղ ես։ Լիզա ջան, ուզում հասկանամ ինչն է ուշ։ Նորմալ ժամը 9-ն է լինում։ Ես չեմ հասկանում, այս երեխեքը պետքա տուն դպրոց գրաֆիկով ապրեն, հա, ընկեր Մարգարյան։ Դու իրենց տարիքում չես եղել, հա, դու ջայլիսու չես արել, ուշ չես գնացել տուն։ Ինչ ես ուզում այս երեխեքից։ Հա, Տիկին Լիզա ջան, բացի այդ ամբողջ ձմեռ ստիպված տանը փակված ենք։ Հիմա հազիվ առիթ է դուրս ենք եկել վայելում ենք։ Համել որ մեր տանեցիք գիտեն որտեղ ենք ու ում հետ ենք։ Էլ չեն անհանգստանում էլի։ Շատ իզուր։ Դե լավ, էլի լից։ Ինչ ես ասում։ Հիմա կարող է դպրոցից դուրս էլ ես երեխեքի տրամադրությունը փչացնես, հասկացանք։ Թարգի։ Դե լավ, շեֆ ջան, ասում եմ եկեք նստեք, Տիկին Լիզա ջան, նստեք, համել հիմա ուզվածուցիչ համով կոկտեյլ կպատրաստեմ, կմպեք։ Այ ապրես դու գիտես ինչ ես անում։ Բայց բոլորիս համար պատրաստ է Արմեն ջան։ Ինձ թվում է Մարի դուներ կգա, Միշոյի դուներ կգա։ Անպայման, հա, շեֆ ջան, անպայման, հիմա։ Չէ, Արմեն։ Բան մի պատրաստի, ես արդեն գնում եմ։ Մարի ջան, նոր եք եկել, մի քիչ էլ մնացեք էլի։ Մյուս անգամ, որ մենակ կլինես, ավելի երկար ժամանակով կմնանք։ Միշ, ես դրսում քեզ եմ սպասում, պարոն Սաֆայանի հետ զրույցդ ավարտի արի։ Հաջողություն Մարի։ Միշո ջան, դու էլ գնայր որտեղից մենակ չսպասի, հա։ Հաջողություն ձեզ, Կարո ջան։ Տիկին Մարգարյան, հաջողություն։ Գնանք Կարո ջան։ Հաջողություն։ Արմեն ջանից մենք խմելու բան ոչ։ Հա, շեֆ ջան։ Դու էլ զանգեդային դու գայդից։ Ինչի։ Ոնց ինչի։ Ես գիտեմ ինչ արինել ուստեղ որ մնացիր։ Զանգի թող գա։ Կարո ջան, քեզ ինչ եղավ, ինչի փշոտեցիր։ Ես իմ գլխի գալուկի գիտեմ։ Ասում զանգի թող գա այդտեղից։ Մամա ջան, ո՞նց ես։ Մի քիչ լավացար։ Արդեն նորմալ է։ Գիտեմ, հիմա մտածում ես ով էր այդ կինը, ինչ էր ուզում, ինչի համար էր եկել։ Կարող ես ոչինչ չբացատրես։ Ես ամեն ինչ էլ հասկացել եմ։ Նա պարզապես մտածում է, որ իմ պատճառով է, որ չի կարողանում Վանին վերադարձնել, ինձ է մեղադրում։ Այդ պատճառով էլ անընդհատ առիթ է փնտրում, որպեսզի կոնֆլիկտի մեջ մտնի ինձ հետ։ Կարծես։ Այդ կնոջ պահվածքը նորմալ չէր, գիտես։ Բացի նրանից, որ Վանին է սիրահարված, ինչ-որ հոգեկան պրոբլեմներ էլ ունի։ Կամ էլ նենգա։ Մի երկու բաժակ էլ խմած էր։ Անուշ, գիտես ինձ ում հիշեցրեց։ Ում։ Պապայիդ քրոջը։ Լավ էլի, մամ։ Դե ինչ է դու լավ էլի։ Դու այն ժամանակ փոքր ես եղել, ինչ-որ բաներ չես հիշում։ Այ, այդ խանդի հողի վրա, այդ խեղճ մարդու գլխին այդ ինչ օիներ էր դնում, հետո գնում էր աշխատանքի տեղը, հետի աշխատող կանանց գլխին, այն նույն բաներն էր սարքում։ Այնքան արեց, որ այդ խեղճ մարդը թողեց ու գնաց։ Այնքան է լավ մարդ էր։ Այ։ Գիտես, Վալես, ես մտածում եմ, որ դու պետք է լուրջ քայլեր ձեռնարկես։ Ինչ քայլեր։ Նույն պիտի Վանի առաջարկը ընդունես,
ու ամուսնանաս հետո։ Մամ, դու հիմա լուրջ ես խոսում։ Հա, լուրջ։ Ես այս ամենից հետո տեղս չեմ գտնում, անհանգստանում եմ քեզ համար, այս ամենի համար, իսկ դու ինչեր ես խոսում։ Որովհետև ես հեռուն եմ տեսնում։ Մի պահ մտածի էլի։ Վանին բոլորը հավանում են։ Նույնիսկ գալիս են քոտում Վանի համար պատերազմելու։ Իսկ եթե դու ոչինչ չձեռնարկես, այդ պատերազմողների թիվը ավելանալու է։ Իրոք ակայզերից չեմ հավատում։ Այսքանից հետո դու դեռ Վանին պաշտպանում ես։ Հա, բայց Վանը ոչինչ չի արել, որ ես էլ պաշտպանեմ։ Ես էլ մտածում եի այս ամենից հետո կզայրանաս, կանհանգստանաս, կմտածես, որ Վանի կողքին ապահով չէ, անընդհատ անհանգիստ կյանքով եմ ապրելու, բայց ոչ, դու էլի հակառակն ես պնդում։ Իսկ ես մտածում եմ, որ այդ կնոջ գալու հետ Վանը ոչ մի կապ չունի։ Սիրահարված կին է։ Անպատասխան սիրուց հոգու հանգիստը խաթարվել է, նյարդերը տեղի են տվել, մի երկու բաժակ էլ խմել է ու անզորությունից վերակացել եկել է մեր տուն։ Վանը այստեղ ինչ մեղքում։ Բա ով մեղք ունի, ես։ Երևի։ Երանի Վանին, որ քո պես պաշտպան ունի։ Մարդ մի հատ բան եմ ասում, բայց չնեղանաս։ Դե եթե մտածում ես, որ կնեղանամ, մի ասա։ Ես ամեն դեպքում կասեմ։ Դու քեզ շատ սխալ ես բանում ձեզ կարողի հետ կապված։ Կոպիտ ես հետը խոսում ինչ-որ։ Հեն հիմա չես խոսալու, նեղացավ, հա։ Չէ, միշտ չեմ նեղանում։ Բայց դե դու ուզում էիր ասել իրեն ինչ որ մտածում ես, ասեցիր, ես էլ լսեցի, բայց չի նշանակում, որ ես ուզում եմ խոսեմ այդ թեմայի շուրջ։ Մարս ախր այդ թեմայից խուսափելով ինչ որ լուծում ես տալու հարցին ըստ քեզ։ Ախր դու պիտի համակերպվես, ինչքան էլ փախնես, ոչ ես փախնելու Էրիկից կամ ձեզ կարոյից։ Իրենք քո ճակատագիրն են, քո կյանքն են։ Միշ, ես Կարոյին երբեք չեմ ընդունելու։ Ինչի, Մարի ջան, ինչի, պիտի հանդուրժող լինես, ասում եմ, պիտի համակերպվես, ուզես, չուզես։ Ում հանդուրժեմ, ում համակերպեմ այդ մոնստրին։ Մոռացել ես ինքը իմ գլխին ինչեր է արել։ Հա բայց չես հիշում, ես էլ էի սկզբից այտենց։ Չես հիշում, քեզ օր ու արև չէի տալիս, խեղճ մամայիդ գլխին ինչ օին ասես խաղում էի։ Բայց հետո սիրեցինք, չէ՞ իրար։ Էդ ուրիշ է։ Ի՞նչն է ուրիշ։ Դե միշ հիմա չեմ կարող բացատրեմ, բայց մեր հարաբերությունները լրիվ ուրիշ է։ Իսկ այդ մոնստրը ես իր մարդ տեսակը տանել չեմ կարողանում։ Ախր լավ է։ Այս ամենի մեջ գիտես ինչն է վատը, որ ես կորցրի Էրիկի նման լավ ընկերոջ։ Մարի ջան, դու չես նկատել, որ ամեն ինչ քո մոտ թարս է։ Դրա համար ես դու սենց ծանր տանում ամեն ինչը։ Ախր դու ոչ միայն չես կորցրել Էրիկին, այլ նաև քո մոտ ընկերոջ մեջ գտել ես համել քո հարազատ եղբորը, դրանից լավ բան։ Մեկա միշ։ Ես չեմ կարող հանդուրժեմ Կարոյին։ Արս։ Հիշի, դու ոչ մեկին չես կորցրել։ Հակառակը դու գտել ես ինձ ու գտել ես քո եղբորն ու հորը։ Բահ, էս ինչ անուշ մարդիկ են գալիս։ Բարև Թորոս։ Ես որ իմանայի սա շատ կուրախանա շուտ կգայինք, Թորոս ջան։ Շուտ գայր ինչ անեիր, մեզ էլ վարակեիր։ Յա, ես դու ջրծաղի չես ընկե, հա։ Ես ջրային հիվանդությունների հետ սեր չունեմ։ Նա ինչ չի մեր ուշքը գնում էր, որ հիվանդացանք Թորոս ջան։ Բայց տեսնում եմ շատ առույգ կայտառ եք վերադառնում, հա։ Միշտ։ Դարիճը բաց, հա, Թորոս։ Չէ, արի գնանք բանալին տա։ Լավ է, սախտե։ Լավ է։ Այդ տղա Թորոսիկ
Դու դասի չես, որ ժամերով ստեղ նստած ես, տեղից չես վեր կենում։ Դասեմ, ուղղակի ֆիզկուլտուր Սաֆարյանը չի եղել։ Բերանինը դատարկի հետո խոսի, բան չեմ հասկանում։ Ասում եմ դասի եմ, ուղղակի հիմա ֆիզկուլտա Սաֆարյանն էլ դեռ չի եկել։ Իսկ ինչա որ Սաֆարյանը դեռ չի եկել, Սաֆարյանին փոխարինող չկա։ Կա ուղղակի իր նենց անհովես, Տղա ջան, դպրոց հավեսի համար չեն գալի, այլ սովորելու համար են գալիս։ Արագ Բերանինը դատարկի անցի դասի, արագ։ Այշ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ տիկին, ինչ եք ցանկանում։ Մեկ բաժակ սուրճ։ Որոշել եմ այսօր սուրճը գեղեցիկ միջավայրում վայելել եւ մի քիչ զրուցել ձեզ հետ, եթե դեմ չեք իհարկե տիկին։ Իհարկե ոչ, իհարկե դեմ չեմ։ Հիմա սուրճը տաքացնեմ։ Լսում եմ ձեզ, խնդրեմ։ Տիկին աղավնի ձեզ դուր է գալիս մեր դպրոցի մթնոլորտը։ Դե հա, ամեն ինչ նորմալ է, գոհ եմ։ Իսկ մեր դպրոցի աշխատակիցները ինչպես են վերաբերվում ձեզ, օրինակ Թորոսը։ Թորոսը։ Հա, մեր դպրոցի պահակը հույրեն ավելորդություններ թույլ չի տալիս։ Ավելորդություններ Թորոսը։ Իսկ տիկին կարող եմ ես ձեզ մի հարց տալ։ Խնդրեմ։ Այդ Թորոս կոչեցյալը բոլորի հանդեպ այտենց ավելորդություններ թույլ տալիս, թե դուք անձամբ եք հետաքրքրված իր կերպարով։ Դե գիտեք ինչ, ինձ համար շատ կարևոր է, որ ես իմանամ, թե ինչպես են վերաբերվում նոր աշխատակցին մեր աշխատակիցները։ Մարզան, հասկացա տիկին։ Խնդրեմ, վայելեք։ Տիկին աղավնի, դուք շաքարի փոխարեն աղ եք լցրել։ Ոյ, ինչ եք ասում, երևի շփոթվել եմ, կներեք։ Վերցրեք ձեր սուրճը։ Բայց աղի խմեք։ Շնորհակալ եմ։ Չեք ուզում մի խմեք։ Ասեց հաջորդ անգամ բակում կանենք։ Դե գոնե տենց թե չէ ընդհանրապես վազել չի լինի։ Ոդ հասնեմ սելի մոռացել եմ հանդերձարանը։ Գնամ վերցնեմ, դու գնա դասարան, հեսա կգամ։ Այստեղ սպասում եմ, գնա վերցրու արի։ Բարև ձեզ։ Բարև։ Իմիջալուց ես քեզ հետ խոսելիք ունեմ։ Ինչ։ Մարի ջան, ես ուզում եմ դու մեկն միշտ քո տեղը իմանաս ու քո մտքով անգամ չանցնի, որ դու կարող ես մեր ընտանիքում տեղ ունենալ, լավ։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Ես քո երեկվա պահվածքը նկատի ունեմ, դա շատ ողջունելի է, որ դու ինձ ու Կարոյին տեսնելիս փախնում ես, բայց ես ուզում եմ, որ մեկն միշտ քո գլուխը մտնի, որ դու մեր ընտանիքի հետ կապ չունես ու երբեք մեր ընտանիքում տեղ չես կարող ունենալ, լավ։ Ես չեմ հասկանում, թե հիմա ինչի եք ինձ բաներ ասում։
Բացատրեմ։ Ես ուզում եմ, որ դու երբեք Էրիկին ու քեզ նույն հարթության վրա չպատկերացնես։ Բայց ոնց որ դուք եք հա պատկերացնում։ Այսինքն Տիկին Մակարյան, ես գերադասում եմ անձնականի մասին դպրոցում չխոսել։ Իսկ եթե իմ կրթության մասին որևէ բան չունեք ասելու, ավելի լավ է խոսակցությունը ավարտենք։ Դաստիարակությամբ չես փայլում, ինչ խոսք։ Չնայած Արևշատյանի դաստիարակածը մեզ կանել հազիվ է։ Գնանք մար։ Մի տեսակ ես։ Չուղղակի Տիկին Մակարյանին էի բախվել։ Հասկացա էլի իրեն վատա պահել։ Չէ, այս անգամ չստացվեց մոտը։ Գնանք։ Գնացինք։ Դե բարի օր։ Հուսամ իսկապես օրը բարի կլինի։ Կներեք, էլի կարող եմ հետաքրքրվել, որ այդքան զանգում եմ, ինչի բանի տեղ չես դնում, հերիք չի մի հատ հետ էլ չես զանգում։ Ինչ եմ հասկանում, դու ընդհանրապես իմ համար չես անհանգստանում։ Բայց ինչու պետք է անհանգստանամ։ Որովհետև Էլենի հետ էի, ինքն էլ այդ վիճակում էր։ Կարող ինձ կերած լիներ արդեն։ Գիտես, այդ դեպքում մեզ լավություն արած կլիներ։ Եվ կկշտանար եւ ինձ խնդիրներից կազատեր։ Մի րոպե, այսինքն ես քեզ համար խնդիր եմ, հա, Անուշ։ Դե, այո։ Եվ երեկվա դեպքը վառ ապացույցներ դրա։ Եթե ես իմանայի ամեն ինչ տենց է լինելու, հաստատ թույլ չէի տա, որ նման բան տեղի ունենար։ Դու Էլենին արդեն ճանաչում ես։ Ու ինքը անկանխատեսելի է, չես իմանա այս րոպեին խելքին ինչ կփչի։ Վան, խնդրում եմ քեզ, պարզապես հեռու մնա ինձնից։ Եվ ինձ ոչ դու ես հետաքրքրում, ոչ էլ առավելևս ձեր անձնական կյանքը։ Իմ անձնական կյանքը դու ես։ Առանց քեզ ես անձնական կյանք չունեմ։ Գիտեմ, նեղված ես, ջղայնացած ես ու քեզ լրիվ հասկանում եմ։ Գնա դասիդ, դասերից հետո քեզ տուն տանել ճանապարհին կխոսենք։ Ես քեզ հետ չեմ պատրաստվում ինչ-որ տեղ գալ։ Ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ մեկ ուրիշ օր։ Թող։ Ուրեմն պայմանավորվեցինք։ Դասերից հետո ես քեզ կհրավիրեմ մի տեղ սուրճ կխմենք, կխոսենք, հետո նոր կտանեմ տուն։ Չէ։ Հա։ Ոչ ասացի։ Դպրոցի մոտ կսպասեմ քեզ։ Տնաճակատ։ Հաստակող։ Պարտեզում վարդեր բացված, կսպասեն սոխակի, առանց սոխակ թարամած, կարոտ են պսակի։ Ահու, լավ ես։ Հա, ես շատ լավ եմ։ Դու ոնց ես Թորոս։ Չնայած հաստատ լավ կլինես, որ դպրոցի տնօրենն է հետևիցը տնկած։ Լանջունի։ Ինչի համար։ Ինչ իմանամ, եկել էր քեզնով էր հետաքրքրվում։ Երևի խանդում է։ Լանջունին ինձ ինչի պիտի խանդի։ Ես ինչ իմանամ։ Այդ ցավը տանեմ, Լանջունին ընկեր ունի, ու ինձ հետ ոչ մի կապ չունի։ Աղուն դու հաստատ ինչ-որ բան խառնում ես։ Ես ոչինչ էլ չեմ խառնում, Թորոս։ Ես քո դեմքն եմ բացահայտել, քո իրական դեմքն եմ բացահայտել, Թորոս։ Բա ինչեր ես խոսում, այ կնիկ։ Յա։ Զանգն եմ տվեց, գնամ գործից։ Բարև ձեզ։
Ես շուտ չեմ եկել, դուք եք ուշացել, ինչպես միշտ։ Ավեն ինգեր Ֆարադեի։ 5 րոպեից կողմ, 5 րոպեին կողմ։ Եկա ոչ մեկս ոչ քիմիկոս, ոչ ֆիզիկոս չենք դառնալու։ Լսի տղա ջան, դու գիտես թե մեր Հայաստանին ինչքան քիմիկոսներ ու ֆիզիկոսներ են պետք։ Այն տպավորությունն է, որ Հայաստանում ինչքան խնդիր կա, մենակ մեր դասարանը պետք է լուծի։ Միայն ձեր դասարանի վրա չի դրված այդ խնդիրները։ Եթե յուրաքանչյուրը գոնե մեկ խնդիր լուծի, մեր հայրենիքի խնդիրները կպակասեն, պարզ է։ Լավ էլ ինքեր Ֆարադեի, դուք ոնց որ այդ խնդիրների մեջ եք, հա, դրա համար եք այսօրին։ Ես փորձում եմ, այո, ես էլ եմ դրա մեջ, փորձում եմ օգտակար լինել իմ հայրենիքին։ Լավ էլի, դու էլ հավես ունես խոսացնում։ Լավ, լռում ենք ու տետրերը բացում ենք, շուտ։ Մենք այսօր նոր դաս ենք սովորելու։ Լավ է, այսօր է փորձ չենք անելու։ Լավ էլի ինչ։ Հա, ինչ մարը սխալ եմ ասում։ Ամեն անգամ այդ փորձերը փորձենք են դառնում գլխնից։ Միքայել, լուր ասեցի։ Բոլորը տետրերը բացում եք, չեմ տեսնում բոլորի տետրերը։ Մենք այսօր նոր դաս ենք սովորելու։ Ահա, հիմա ես կբացատրեմ դասը։ Դուք դեռ ծիծաղելու տրամադրություն ունեք, հա? Ոչինչ, շուտով տրամադրություն չեք ունենան, որովհետև պատրաստվելու եք ամենախիստ պատժամիջոցների։ Էլի մարդ կա, որ ես իրանել եմ կասկածում։ Օրինակ Ռեբեկան։ Լավ էլի դավ։ Դավ ջան, ձերս առում Ռեբեկան ինչ կարող անել։ Կամ արագ միտեղ գնա թաքնվի, կամ կոշի քաքի։ Քանի լիճան չի եկել։ Այսօր են գնում։ Իմասին եք խոսում, հա՞։ Թորոսը սիրահետում էր նրան։ Էդում։ Հենց այդպես ոնց են սիրահետում, քնքուշ, սիրառատ խոսքեր է ասում։ Այնպես է խոսում, որ խեղճ աղունը քիչ է մնում պաղպաղակի նման հալվի։ Պարոն Շահնազարյան, ախր մենք միշտ էլ պատասխան տվել ենք մեր արարքների համար, բայց այս անգամ ազնվությամբ կապչում ենք այս պատմության հետ։ Դե որ ազնվությամբ ես ասում Միքայել, ես էլ ակնկալում եմ, որ իմ հարցին ազնիվ պատասխան կստանեմ։ Հետո բա երկրորդ անգամ գալիս ձեր դասարան ասեն ծոյիններ անում, որ դուք էլ ուրախ լինեք։ Ասում ես ոտապոպիկիր, ունավոր նոսկիներով, տեսնելու բաներ, կինո։ Ես կմեռնեմ։ Սիմոնյան, էդ դու ես։